Համեցեք, սա էլ մեր գետի ափը, հրաշք տերիտորիա, հրաշք տարածություն, հրաշք բնություն, ավաղ։ 60-ական թվականներին փոքր երեխաներ էինք, այս գետերը ավելի պարզ, զուլար, իսկ այն մյուս գետը, այնտեղ այն հատվածի մասը, որ ցույց եմ տալիս ձեռքով, քարեր է շարել ժամանակին, դա կոչվել է Կոլոտի գյուլ։ Կոլոտը դա ծածկել է, ինքը լողացել է։ Եվ այտենց երեխաները, մենք մտնում էինք, մանավանդ տղա երեխաները շատ էին լողանում։ Եվ մի հետաքրքիր բան, մայկաները կապում էին տակից, բերանով բռնում էին ու ձկները բռնում էին այտենց։ Այս կողմի գետից էլ, այսինքն որ նայում էիր, ձկները հանգիստ լողում էին, իշխան ձկները իհարկե։ Այդքան զուլար, այդքան մաքուր, այդքան ապահով, այդքան առողջարար։ Իսկ հիմա, չգիտեմ, մենք ենք երևի, բոլորս ենք մեղավոր, բոլորս, ստիպելով տանք մաքուր պահել։ Կոյուղին գալիս է, աղբերը շպրտում են, զիբիլը շպրտում են, այստեղ չեն մտածում, որ այդ զիբիլը գնաց, աղբը գնաց, հասավ ծով, հետո այդ մենք ենք նորից ընդունում, թե լողանալու ժամանակ, թե ձկներին։ Սիգա ամենաարդար մաքուր ձուկն է, բայց ինչ որտեղ էլի այն չես, մտածում ես կարող է, չէ, երբեք զիբիլը չի գցվել, երբեք, ասում եմ, մի տուն են կողմա մեր տունը եղել, մենք ամբողջ օրը ստեղ փայտից կամուրջ էին դնում տղաները, մենք անցնում էինք այն կողմ, այդ ջրի մեջ լվացք էինք անում, ուրախանում էինք, աջալները փռում էինք, նստում էինք, հաց էինք ուտում մեր համար, խաղում էինք ամեն ինչով։ Հիմա տարիներով ես իմ ոնց որ ասում է բակն է, իմ քթի տակը չեմ իջնում տարիներով։ Կթողեք ձեր թորանը լողանա։ Իմ թորանը? Ոչ, ինքն էլ չի լողանա։ Այն վերևներից սկսած գալիս է, տեսնում ես պարկով, թղթով, չգիտես ինչով այդ աղբերը գալիս, գնում է, ուր է գնում Սևան։ Այս երկու գետերը, տեսեք, այսօր բարեբախտաբար երկուսն էլ լավ հոսում են, բացել են ջրերը, բայց ինչքան էլ բացել են, տեսեք, նայում եք լրիվ մեջին, չասես կա ապակիներով բռնած տիղմերը, նայում ես զուլար ջուր է, բայց հնարավոր չի սա օգտագործես խմելու կամ լվացքի, թույլ չես տա քեզ։ Երկուսը գնում են Արծվաքարի սահմանին, միանում են եւ տարում են մեկ։ Պարկերավաղբ, պլաստիկ, գոմաղբ, շինաղբ, անգամ խաղալիք մեքենա, եւ էլ ինչ չի անցնի ձեր մտքով, որ կարող եք գետում տեսնել, այսօր հնարավոր է։ Մի քանի քայլ, կամ դա էլ պետք չէ։ Շատերին հարմար է հենց պատուհանից ուղիղ նշանակետին գետի մեջ նետել օրվա ընթացքում կուտակված աղբը, որում ուտելիքի մնացորդից միջև պլաստիկ առկա է։ Կարող է այսօր մարդածին ազդեցությունը, տարբեր աղբուտիչներ, եթե շատ մանրամասը խորանում ենք, ունեն տարբեր ազդեցություն, բայց եթե խոշոր հաշվով վերցնենք, բոլորն էլ ունեն նույն ազդեցություն, էկոհամակարգի դեգրադացիան է վերջնահաշվում։ Եթե ասենք օրինակ ունենք օրգանական բնույթի աղտոտվածություն, օրգանական նյութերը անցնելով ջրային միջավայր քայքայվում են ավելի պարզ անօրգանական նյութերի, սակայն այդ քայքայումը տեղի է ունենում թթվաստի սպառման, այսինքն օրգանական նյութի բարձր կոնցենտրացիան հանգեցնում է ջրում թթվաստի կոնցենտրացիայի նվազում, ընդհուպ մինչև թթվաստային անբավարարություն, նույնիսկ անթթվածին պայմաններ, իսկ ինչպես մարդը, այնպես էլ ցանկացած օրգանիզմ, այդ թվում ջրային օրգանիզմները իրենց կենսագործունեության պարտադիր պայման է թթվածին։ Եվ այդ անթթվածին կամ թթվաստային անբավարարության պայմաններին իրենք գտնվում են արդեն ճնշված վիճակում, իսկ անթթվածին պայմաններում անկում է։ Այսինքն դա արդեն էկոհամակարգի, այսպես ասած, ոչնչացման նման մի բան, դեգրադացում է լինում։ Մենք չենք ունենում էկոհամակարգում կենսաբազմազանություն, այսինքն էկոհամակարգը այլևս չի գործում այդ դեպքում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ ստուգումների, դիտարկումների և ահազանգերի հիմքով Գավառագետ, Մարտունի և Մասրիկ գետերի աղտոտվածության փաստով 2 իրավաբանական անձ ենթարկվել են վարչական պատասխանատվության, ինչպես նաև կասեցվել է ավտոլբացման 1 կետի գործունեությունը։ Վերջին տարիներին չափազանց աղտոտված է և շարունակում է աղտոտվել մարդու անբարեխիղճ գործունեության հետևանքով, աղտոտվում է կենցաղային թափոններով, շինարարական աղբով, գոյուղաջրերը անմիջապես բնակավայրերի լցվում են Գավառագետ և այլ պատճառներով։ Եվ աղտոտվածությունը բնականաբար ակունքից դեպի գետաբերան աստիճանաբար մեծանում է և ամենաաղտոտված հատվածը արդեն գետաբերանային հատվածում է Նորադուս բնակավայրի տարածքում։ Գավառագետի մաքրման աշխատանքներ բազմիցս իրականացվել են և Գավառ համայնքի համայնքապետարանի կողմից և առանձին ՀԿ-ների, առանձին նույնիսկ անհատների և երիտասարդական խմբերի կողմից, սակայն դեռևս ազգաբնակչությունը շարունակում է աղտոտել գետը։ Շատ տեղերում մարդիկ ալարում են աղբը նետեն աղբամանը, դեպքերի ականատես ենք եղել, որ ուղղակի պատշգամբից բացել են և աղբը նետել են գետը, երբ որ հարցնում ենք ինչի եք նետում գետը, ասում է դե կտանի էլի, գետը տանում եմ աղբը, բայց էլ չեն հասկանում գետը ուր է տանում աղբը, ի վերջո դա հասնում է Սևանալիճ, բայց բացի դա էլ կարելի է ընդամենը 2 մետր դուրս գալ իրենց տնից և աղբը նետել աղբամանի մեջ։ Համայնքապետարանից էլ են հաստատում աղտոտվածության փաստը, մասնավորապես Նորադուս բնակավայրում շինախտի կուտակման։ Իսկ թե ինչու լցնողը չի պատժվում, պատճառաբանությունն այն է, որ ոչ մեկ չգիտի կամ չեն ասում, թե ով է դա լցնում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219-րդ հոդվածով չսահմանված վայրում աղբի տեղադրումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որն իրականացնում են տարածքային կառավարման մարմինները։ Մաքրելուց հետո հաջորդ օրը մեքենայով աղբը տարելներից ցավոք սրտի լցրել են այդ նույն տեղը։ Եթե ձեզ թվում է, որ գետը մաքուր է, քանի որ ջուրը պղտոր չէ, միայն սխալվում եք։ Այզոլալ ջրերը 4-ից 5-րդ կարգի աղտոտվածություն ունեն։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնը գրեթե տարվա բոլոր ամիսներին գետերի ջրերի որակի մոնիթորինգ է իրականացնում։ Եթե խոսենք Սևանալիճ թափվող գետերի մասին, այստեղ գրեթե բոլոր խոշոր գետերում հիմնականում դիտարկվում է գետի ստորին, այսինքն գետաբերանային հատվածում դիտարկում ենք անբավարար կամ վատ Գավառագետը տարեկան 12 անգամ, այսինքն մենք ամեն ամիս այդտեղից կատարում ենք նմուշառում և գրեթե բոլոր ամիսներին գետաբերանային հատվածում մենք ունեցել ենք անբավարար և վատ որակ։ Ակունքային հատվածներում նմուշառումն իրականացվել է 3-ից 4 անգամ, որտեղ որակը լավ կամ միջակ է, այսինքն երկրորդ կամ երրորդ դաս, գետաբերանում արդեն 4-րդ կամ 5-րդ։ Եվ սա ինչ է ցույց տալիս, որ Գավառագետը անցնելով բնակավայրերի միջով, ենթարկվելով բոլոր տեսակի ազդեցություններին, կոմունալ կենցաղային հոսքաջրերի արտանետումներ, գյուղատնտեսության ոլորտի արտանետումները և այդ ամեն ինչի հետևանքով սկսում է փոխվել ջրի որակը։ Գավառագետը ենթարկվում է բազմաթիվ ազդեցությունների, օրինակ կոմունալ կենցաղային հոսքաջրեր, որի հետևանքով մենք ունենում ենք ֆոսֆատ նիտրիտ իոնների բարձրացում, կարող է ենթարկվել գյուղատնտեսական ազդեցությունների, պարարտանյութերի լվացում, քաղաքային աղբի արտանետումները և նաև այն մեծ նշանակություն ունի նրա համար, որ դու կարողանում ես բացահայտել այնպիսի խնդիրներ, որոնց կանխարգելումը կարող ես տալ, մինչև գետը կհասնի լիճ, այսինքն այդ բոլոր գետերը, որոնք որ թափվում են Սևանալիճ, իրենք շատ մեծ ազդեցություն են ունենում լճի որակի վրա, այսինքն լիճը ինքը իրենով ինչքան էլ աղտոտվին և նույն այդ ներհոսքը մեծ քանակությամբ երբ որ տեղի ունենում, ներհոսքը իր հետ տանում է բազմաթիվ արդեն իսկ բարձր կոնցենտրացիաներով քիմիկատներ, տարբեր հոսքաջրեր, որոնք իրենց մեջ կարող են պարունակել ազոտ և ֆոսֆոր և այդ ամեն ինչի բարձրացումը եւ դա երբ որ տեղափոխվում է լիճ, դա հիմնական պատճառներից մեկն է Սևանալիճի աղտման, որը որ պայմանավորված է հիմնականում ազոտի եւ ֆոսֆորի բարձր քանակությամբ։ Այսինքն, եթե խոսենք դրա մասին, հիմնական կոմունալ կենցաղային հոսքաջրերի արտանետումներն են։ Արգղներ դրած է, պետք է քչեն ներդաշ է։ Ես եստանք
Չէ, այստեղն էլ ասենք Գետապյան փողոցում արկղներ կա, բայց արկղի մեջ չեն գցում։ Նոր բերում կամ պատիտակն են գցում կամ ջրի մեջ։ Տեսել եք երբևէ։ Շատ եմ տեսել, շատ եմ տեսել։ Բա ուր գնանք։ Գնում ենք Հիվանդանը, ձեռներ ժեղ գցում են, ասում են, եթե ստողությունը զիբիլ բերին իրա շինալու ուտը լցին էստեղ, բետոներ չեն ներիվում, այնքան կեղտոտ բացություն։ Գյուղերում շրջայց կատարելիս մենք բազմաթիվ անգամներ տեսել ենք, որ մարդիկ աղբը նետում են հենց իրենց տներին մոտ հատվածներում, որտեղ հասանելիություն կա ավելի հեշտ հասնելու, այսինքն անտեսում են աղբամանի առկայությունը եւ ավելի հեշտ ճանապարհ են ընտրում աղբից ձեռք ազատվելու, բայց չեն մտածում, որ այդ միջոցներով, այդ գործողություններով իրենք շրջակա միջավայրին եւ ընդհանուր Հայաստանին հասցնում են մեծ վնասներ։ Այստեղ խոսքը միայն Սևանա լճին չի վերաբերվում, Հայաստանում առկա բոլոր գետերը նույն տրամաբանությամբ աղտոտվում են հենց բնակչության կողմից։ Այստեղ թիմը ունի մեծ գործառույթ, մենք հաճախ մեղադրում ենք միակողմանի պատկան մարմիններին, մտածելով, որ իրենք պետք է անդադ այդ ամեն ինչը մաքրեն ու փորձեն մաքուր պահեն գետերը, բայց այստեղ ավելի խորքային է խնդիրը, պետք չի անդադ մտածել մաքրելու մասին, այլ պետք է հասկանալ որտեղից է գալիս այդ խնդիրը եւ փորձել հենց խորքային խնդրին լուծում առաջարկել եւ տալ։ Դեռ 1 տարի առաջ Ռեստարտ գավառը մեկնարկեց Սևանի պահպանությանը միտված հանրային արշավները։ Սկսեցին հանրությանը իրազեկել, որ պետք է Սևանի տարածքը մաքուր, խնամված պահել։ Իսկ այսօր Next Gen Ակադեմիայի շրջանավարտների հետ համատեղ ընդլայնել են ծրագիրն ու ընդգրկել Սևան թափվող գետերը։ Նկատելով, որ գետերն ունեն խիստ ուշադրության կարիք եւ թիմի եւ բնակչության կողմից, սկսեցին մշտադիտարկումից։ Համացանցային արշավ, ցուցահանդես եւ այս ամենը կամփոփվի պատկան մարմիններին առաջարկությունների փաթեթ ներկայացնելով։ Աշխատանքները նպատակ ունեն բնակչության վարքագծի մեղմանը, գետերի հանդեպ հանրության ուշադրության բարձրացմանը եւ համապատասխան մարմինների ուշադրությունը կենտրոնացնել գետերի եւ Սևանի հիմնախնդիրներին։ Երևի մեզ մնում է միայն մեկս մեկին հսկենք, որ այդ աղբերը չգցվի, որ չախտոտվի։ Դա մերն է։